Բարի լույս սիրելիներս, այսօր պատրաստել եմ գետնանուշով փախլավա, շատ համեղ, շատ ընտիր, չի տարբերվում պոպոկից։ Ուրեմն խմորի համար օգտագործել եմ 250 գրամ մարգարին, ալյուրով տրորել եմ, ինչպես խորիզն եք պատրաստում, վրան ավելացրել եմ 3 դեղնուց, 300 գրամ սմետան, 1 թեյ գդալ սոդայով և պատրաստել եմ փափուկ խմոր, մոտավորապես 700 գրամ էլ ալյուրն է գնում։ Բաժանել եմ 3 մասի և թողել եմ, որպեսզի մի փոքր խմորը հանգստանա, մինչև պատրաստեմ միչուկը։ Միչուկը պատրաստել եմ, ուրեմն ձվի սպիտակուցը հարել եմ 200 գրամ շաքարավազի հետ, ավելացրել եմ հարած ընկույզը, բլենդերով խփած խառնել եմ և բացի շերտերը քսել եմ շերտերին։ Ուրեմն առաջի շերտը բացում եք, իմ սինին մոտավորապես 30-40-ի վրա է։ Առաջի խմորը դնում եք, վրան դնում եք պատրաստած միչուկը, բեզեյով ընկույզը, իդեպ ավելացրել եմ դարչին, մեխակի փոշի և վանիլին։ Առաջի շերտը քսում ենք, բացում ենք երկրորդ շերտը, նորից քսում ենք, նորից դնում ենք երկրորդ շերտը, երրորդ շերտը արդեն փախլավա ձև կտրատում ենք, վրան ձու ենք քսում և դնում ենք 200 աստիճանի տակ, եփվում է մոտ կես ժամ։ Արդեն դուք պետք է նայեք, եթե տակը վրան կարմրած է, արդեն հանում եք և նախօրոք պատրաստում եք օշարակը, որպեսզի հանելուց հետո լցնեք վրեն և այդպես տակ-տակ դնեք ջեռոցի մեջ ու անջատեք ջեռոցը։ Օշարակը պատրաստել եմ աչքաչափով, նորից մեջ ավելացրել եմ դարչին, մեխակ, վանիլին, կես լիմոն, կեսից մի քիչ փոքր, կեսից մի քիչ, ճզմել եմ և գցել եմ մեջը, օշարակի հետ ինքը եփվել է։ Մի խոսքով այդպես թողնում ենք լավ քաշում էջանը, նայեք ինչ լավ հավեսին բարձրացած շատ ընտիր ստացվել է ամեն ինչը, համը էլ չասեմ ինչքան համեղ է լինում։ Այդպես սիրելիներս, պատրաստեք և անուշարեք, թողնում ենք սառում է, կտրատում ենք և համտեսում ենք, անուշարեք։